Դար ու կես առաջ, դարավոր երկրի դրախտային անկյունում, թոնդրի շրթին, երթիկից նշմարվող լույսի մեջ, լույս աշխարհ եկավ Լորվա դսեղի Տեր Թաթևոս քահանայի առաջնեկ որդին։ Դար ու կես անց, դարավոր երկրի բոլոր անկյուններում նշում են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակը։ Վանաձորի հորովել երգի պարի պետական համույթի փորձասենյակում այս օրերին ամեն բան թումանյանական է, ծնվում է Թումանյանի աշխարհը պարային ներկայացումը։ Մեծ բանաստեղծի Դարուկեսյա Հոբելյանին նվիրված թատերականացված բեմադրությունը բեմ է բարձրանում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Ստեղծված երևակայական աշխարհում առանց ժամանակի ու տարածության սահմանագծերի Թումանյանի հերոսներն են ու թումանյանական միջավայրը, Լորվա բնաշխարհին ու կոլորիտին բնորոշ պարային բեմադրություններով։ Թումանյանը դա մեծ մշակույթ է, եւ գրող է, եւ բանաստեղծ է։ Եվ երգ է, Թումանյանի ամեն մի բառը, ամեն մի տողը կարելի է երգի վերածել, երաժշտության վերածել։ 6 ամիսների ընթացքում Թումանյանի աշխարհը պարային ներկայացումն անցել է ստեղծագործական քննարկումների, բեմադրական աշխատանքների, թեմատիկ երաժշտական ձայնագրությունների, հերոսների կերպարային հագուստների մոդելավորման ճանապարհով։ Ներկայացման ողջ ընթացքում հանդիսատեսի հետ զրույցի մեջ է ինքը Հովհաննես Թումանյանը։ Ապարաշ կրծքից անհիշելի ժամանակներից բացվել է սառնորակ կաթնաղբյուրի ակունքը, որի զուլալ, կապույտ երկնքից էլ զուլալ ջրերը, նոյի թվից գլգլում են ու կորչում, համրանում փարթամ կանաչեղենի մեջ։ Նրա ձայնը մեկ էլ խորում ձորում կլսես։ Գնացել եմ նորից, լեռներին եմ նայել, ձորերին եմ նայել, գետ եմ լսել։ Պատկերացրել եմ իմիջելուց, եթե դա լավ է ստացվել տեքստը, իդեպ Սամվելը Թոփալյան հրաշք է կարդում, դա էլի իմ տաղանդը չի, դա Թումանյանի ներշնչած դոպինգն է, թույլ տվեք այդ բառով ասել։ Պարային ներկայացման գույներից մեկը երաժշտությունն է։ Թումանյանի աշխարհում յուրաքանչյուր տեսարանի եւ պատկերի համար ընտրված է առանձին թեմատիկ մեղեդի։ Ձայնագրման գործընթացն ավարտված է, հերթը մշակման եւ ձայնադրման աշխատանքներինն է։ Սկզբից հանդիպեցինք Արայիկ Գևորգյանի հետ, պատմեց, բացատրեց ինչ են ուզում անեն։ Իհարկե ես միանգամից համաձայնվեցի, որովհետև սիրում եմ նման պրոյեկտների մեջ աշխատել։ Հետո քննարկեցինք, կար երկու տարբերակ, կամ ամբողջ անսամբլն էր գալիս Գյումրի ձայնագրման, կամ մենք էինք գնում Վանաձոր, վերջում որոշեցինք, որ մենք գնում ենք։ Այնտեղ ձայնագրեցինք, հետո սկսեցինք ձայնային մշակումները արդեն անել ստուդիայում, հիմա մշակման պրոցեսի մեջ է, վստահ եմ կստանանք այն ինչ որ պատկերացնում էինք։ Որոշեցինք աշխատել փոքր խմբի հետ եւ ուզում եմ գովեստի խոսքեր ասել իմ երաժիշտներին, ոչ մի տրտնջ, ոչ մի բան, այդ շոկ եղանակին ամեն օր իրենց մեջ էլ ոգևորություն է, որտեղ դա նորություն էր։ Նա նորություն էր եւ իրենց համար շատ հետաքրքիր էր դասական գործ կատարել ժողովրդական գործիքներով, շատ հետաքրքիր էր։ Ամենասկզբից երբ մտահղացումը կար, նաեւ միտք կար, որ ընթացքում պիտի լինի խոսքը, Թումանյանի խոսքը։ Իհարկե Թումանյանի չգրված խոսքը։ Մենք այդ տեսանկյունից մեզ շատ օգնեց Սամվել Խալաթյանը, որը տեքստը շատ հրաշալի գրեց, եւ ես երկար ժամանակ փնտրում էի հարմար ձայն ներկայացման հետ, որպեսզի այն համահունչ լինի, եւ պատահաբար համացանցում լսեցի Սամվել Թոփալյանին եւ ձայնը շատ ճիշտ արտացոլում էր այն, ինչը ես ցանկանում էի։ Արդեն Թումանյանի աշխարհում վերնագիրը ամեն ինչ ասում է, որտեղ լինել է պարզություն, մաքրություն, իմաստնություն ու ինձ համար իրոք պատիվը, որ մասնակցություն ունեմ այս գործին, բնականաբար ես համոզված եմ, որտեղ Թումանյանը կա, այնտեղ կլինի հաջողություն, այնտեղ կլինի հայրենիք, պարզություն ու Աստված տա, որ այս նախաձեռնությունը երկար կյանք ունենա, շրջի Հայաստանով, աշխարհով ու տարածի թումանյանական շունչն ու ոգին։
Վանաձորի Հորովել երգի Պարի պետական համույթի հաջորդ կանգառը Տերյան մշակութային կենտրոնում է։ Թումանյանական կերպարների նոր հագուստների եւ բեմական կերպարների մասին հաջորդ օրագրում։